Սուս նստեք տեղներդ։ Ժամանակը ցույց կտա ով եւ ինչպես կնստի եւ որ ամենակարևորն է որտեղ կնստի։ Ելույթների թեմաները տարբեր էին, իսկ օրակարգային հարցը մեկը՝ Հայկ Ֆարմանյանի թեկնածության քննարկումը։ Ազգային ժողովն այսօր նիստի առաջին մասում շարունակեց ուժեղ Հայաստան խմբակցության կողմից ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցի քննարկումը։ Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը իր ելույթում նշեց երկու անուն, հարց բարձրացնելով, թե ինչու մի դեպքում բանկային գաղտնիքի մասին խոսելուց հետո հարուցվել է քրեական գործ, մյուս դեպքում ոչ։ Լինում են երկու ընկերներ՝ Գևորգ Սաղոյան եւ Արմեն Սաքապետոյան, նախկին ՊԵԿ-ի բարձրաստիճան չինովնիկներ, ժողովուրդ։ Այս Արմենը չի հասկանում, որ գուտի գլխակ դնի, ժողովուրդ ջան, ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք չկա։ Ու գիտեք ինչ է հետևում։ Ապօրինի գույք։ Դու թալանչի ես, դու ստոր ես, դու նենգ ես։ Այսինքն ով ընդունել է ձեր կրոնը, իր հետ հաշտեք կամ թե ով դրել է այս գլխակը ու ավտոբուսի կողքը նկարվել է, այդ մարդու հետ դուք պրոբլեմ չունեք, ժողովուրդ ջան։ Պատասխանը չուշացավ, արձագանքեց Արայիկ Հարությունյանը, իսկ Մանուկյանի մեկ այլ հայտարարությանը, որը վերաբերում էր ընդդիմադիրների բնորոշմամբ քաղբանտարկյալներին, անդրադարձավ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Եթե պրոբլեմ եք տեսել Սաղոյան դեպքում, մենք պրոբլեմ չունենք։ Դիմեք դատախազություն, եթե ունեք այդքան խիզախություն։ Սաքապետյանի մասին որ խոսեց, ասում եմ, այն է, Սաքապետյանը խոսեց բանկային գաղտնիքի մասին, դրա համար իր դեմ ապօրինի գույքի հոդվածով գործ հարուցեցին։ Սաղոյանը գլխարկ դրեց, իր դեմ գործ չհարուցեցին։ Ես որքան տեղեկացված եմ, այս Սաքապետյանի դեմ ամիսներ թե տարիներ առաջ է հարուցվել է ապօրինի գույքով գործ։ Սաքապետյանը մի քանի օր առաջ է խոսել բանկային գաղտնիքի մասին։ Այս տեսանյութի մարդը գիտեք ով է, այս որ վզից ջնջիլա գցած ու ձեր գործընկերոջ ղեկավարը մանա տալի։ Աշոտ Իսախանյան, ազատամարտիկ։ 90-ից 94 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին։ 5 անգամ վիրավորվել է։ Ինչի համար։ Որ գա ու ձեր գերագույն ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ձեր գործընկերոջ ղեկավարը Մանվել Գրիգորյանը իր ախրանայի հետ վզից ջնջիլը գցի տանի ջուր խմելու։ Երբ որ դուք գալի մեզ այստեղ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ, միշտ հիշեք։ Մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները։ Ընդ որում բառի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով։ Իր ելույթում Հարությունյանն անդրադարձավ նաև Հայկ Ֆարմանյանի նախորդ օրվա ելույթին, պնդելով, որ վերջինս բավարար ազնվությամբ չի պատասխանել падգամավորների հարցերին։ Մասնավորապես նա անդրադարձել է Ֆարմանյանի FH եւ FHN ընկերությունների անվանումներին։ Падգամավորը քննադատաբար մոտեցավ նաև Ֆարմանյանի տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոփոխությանը, մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման եւ թրիփի ծրագրի վերաբերյալ։ Քննադատությունը ավելի պատկերավոր դարձավ, երբ ամբիոնին մոտեցավ ուժեղ Հայաստանի ամենաակտիվ падգամավորը Էդգար Ղազարյանը պատմեց մի առակ դիմելով քաղաքացիական պայմանագրին։ Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց դուրս չգալով առակի տրամաբանությունից։ Առաջին, միշտ չի որ քեզ կեղտոտողը քեզ վատություն անողն է, եւ երկրորդ, միշտ չի որ քեզ կեղտից հանողը քեզ լավություն անողն է։ Բայց Վազգեն Սարգսյանը իրեն բնորոշ նաեւ գեղարվեստական հանճարով ավելացնում է երրորդ հետևությունը։ Ասում է, եթե կեղտի մեջ ես ցենդ գլուխդ մի գցի։ Հիմա խոսքս վերաբերում է քաղաքացիական պայմանագիր ամբողջ կուսակցությանը, խմբակցությանը, նրանց ձևավորած կառավարությանը, սուս նստեք տեղներդ։ Կեղտի մասին ձեր առակը իրապես շատ ուսուցողական էր, դրան միայն մի բան կհավելեի, ոչ մի պարագայում խորհուրդ չի տրվում կեղտը քաշել ինքդ քո վրա։ Ու էլ ավելին ոչ մի պարագայում խորհուրդ չի տրվում այնպես անել, որ կեղտը լինի քո հիմնական ներկայացուցիչը։ Ավելի հանդարտ մթնոլորտում իր եզրափակիչ ելույթ ունեցավ թեկնածու Հայկ Ֆարմանյանը եւ ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու պետք է հենց ինքը ընտրվի հանձնաժողովի նախագահ։ Ես ունեմ անցած ճանապարհ, դասախոսական փորձ, գիտական եւ գործնական գիտելիքներ, երկար տարիներ բարեխիղճ ձևով ծառայել եմ պետական համակարգում։ Ընտրության իրավունքը ձերն է, ես առանձնապես չեմ տառապում այն ցանկությամբ, որ դառնամ այս հանձնաժողովի նախագահ, բացարձակ ոչ, դա քաղաքական որոշման խնդիր է, ես ենթարկվել եմ քաղաքական որոշմանը մեր թիմի։
Թեժ քննարկում ծավալվեց նաև հաջորդ հանձնաժողովի նախագահի թեկնածուի շուրջ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Առաջինը նրան հարց ուղղեց Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը հետաքրքրվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր նախապայմանների մասին։ Մասնավորապես, արդյոք դրանց թվում կա հայոց ցեղասպանության հարցը առաջ չքաշելու եւ Արարատը որպես Հայաստանի ազգային խորհրդանիշներից հանելու պահանջը։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը իրականանում է առանց նախապայմանների եւ ձեր նշած երկու հարցերը ոչ բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել։ Հարց հնչեց նաև մյուս ընդդիմադիր խմբակցության падգամավորների կողմից։ Հայաստան խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե այսօր թրիփի շրջանակներում գետնի վրա ինչ տեսանելի գործընթացներ են տեղի ունենում եւ այս նախագիծը Հայաստանի համար անվտանգային երաշխիք է թե աշխարհաքաղաքական նոր սպառնալիք։ Այս պահին, ինչպես գիտեք, ընթանում են տեխնիկական ուսումնասիրությունները, իրագործելիության ուսումնասիրությունները, գիտեք, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան հիմնադրամ, որը արդեն ներդրումներ է կուտակում։ Ես լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կտեսնենք շինարարական աշխատանքներ, որը կլինի շատ կարևոր։ Ինչ վերաբերում է դա սպառնալիք է թե անվտանգության երաշխիք, միանշանակ անվտանգության երաշխիք եւ ոչ միայն մեր տարածաշրջանի երկրները, այլ նաեւ ավելի լայն տարածաշրջանի երկրները շահագրգռված են, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ եւ անվտանգ, որպեսզի իրենց ապրանքները անվտանգ անցնեն Հարավային Կովկասով եւ իրենք ունենան տնտեսական ավելի լայն հնարավորություններ։ Խանդանյանի թեկնածության քննարկումը մի պահ վերածվեց բախումների, երբ Էդգար Ղազարյանը իշխանությունների մասին խոսելիս օգտագործեց վիրավորական արտահայտություն։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Նիստը փորձեցին շարունակել, սակայն իրավիճակը չհանդարտվեց։ Պատգամավորների մեծ մասը դուրս եկավ, վեճը շարունակվեց միջանցքում, բանը բռունցքներին չհասավ։ Էլեն Խուդան, Հորիզոն։